է կենցաղային թափոնների խնդիրը, որտեղ մարդը ոտք է դնում, այս խնդիրը կա։ Մեր կրթահամալիրը անտարբեր չէ դպրոցի հարևանությամբ հոսող գետառի աղտոտվածության խնդրին։ Տարիներ առաջ այն բաց ու գեղեցիկ գետ էր, որի ափին կարելի էր նստել ու հանգստանալ։ Այսօր այն դարձել է գոյուղաջրերի հանգրվան, կենցաղային աղբի պահոց և գարշահոտության սկզբնաղբյուր։ Գետառը հոսելով Երևանի տարածքով հասնում է Արարատյան դաշտ, որի ողջ տարածքը ոռոգվում է գետառի աղտոտված ջրով։ Մեր կարծիքով այդպիսի ջրով ոռոգված սննդամթերքը չի կարող վնասակար չլինել։ Այժմ գետառով աղբ է հոսում, գետն աղտոտում են բնակիչները և հանգիստ շարունակում են ապրել աղբով լցված տարածքում։ Գետն են նետում ամեն ինչ, պոլիէթիլենային տոպրակներից մինչև ավտոմեքենաների անվադողեր։ Աղբարկղերը փոքր-ինչ հեռվում են, սակայն մարդիկ զրանում են մի երկու քայլ անել և պարզապես աղբը գետառում են նետում։ Գետակում աղբի քայքաման հետ անջատվում են մեթան և այլ վտանգավոր գազեր, որոնք աղտոտում են մթնոլորտը և նպաստում ջերմոցային հետևքին։ Հատկապես պոլիէթիլենե տոպրակները և պլաստիկ շշերը չեն քայքայվում միկրոօրգանիզմների կողմից և հանդիսանում են շրջակա միջավայրի թունավորման աղբյուր։ Այն հանգեցնում է գոյություն ունեցող հիվանդությունների ակտիվացմանը և նոր հիվանդությունների առաջացմանը։ Ժամանակակից աշխարհում բնության պահպանման խնդիրը գտնվում է պետությունների ուշադրության կենտրոնում և այս ոլորտում։ Մարդու իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով։ Ըստ Սահմանադրության 10-րդ հոդվածի, պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը։ Մենք, որպես պետության քաղաքացիներ, ևս ունենք որոշակի իրավունքներ և պարտականություններ։ Սահմանադրության 33.2 հոդվածն ամրագրում է յուրաքանչյուրիս իրավունքը ապրելու մերառողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, ինչպես նաև պարտականությունը, անձամբ և այլոց հետ համատեղ պահպանելու և բարելավելու շրջակա միջավայրը։ Այսինքն, շրջակա միջավայրը պահպանելու համար հարկավոր են քաղաքացիների միակամ գիտակցությունն ու ջանքերը։ Բարձր գիտակցություն ունեցող քաղաքացին պետք է հարգի մյուսների իրավունքը, հոգ տանի շրջակա միջավայրի մասին, իր գործողություններով չվնասի բնությունը, չաղտոտի անձի մաքուր երկրում ապրելու իրավունքը։ Արդյունքում քաղաքացին ստանում է հատուցում, առաջին հայացքից անտեսանելի, սակայն էական նշանակություն ունեցող։ Հատուցումը մաքուր ջուրն է, մաքուր օդը, գեղագիտական տեսքը, ռեսուրսների խնայողությունը, որոշ հիվանդությունների կանխումը և առողջության, կյանքի ու կեցության բարելավումը։ Աղտոտում եք շրջակա միջավայրը, վնասը կլինի, հետո սկսում եք մտածել, միջոց ու ժամանակ ծախսել այն մաքրելու համար։ Ավելի լավ չէ, բոլորս միասին մտածենք ինչու է այդպես։ Չէ՞ որ շրջակա միջավայրի աղտոտումը կանխելն ավելի հեշտ է ու ձեռնտու, քան վնասի հատուցումը։ Գետառը Երևան քաղաքի բնության գողտրիկ հատվածն է, որն ունի մեր հոգատարության և ուշադրության կարիքը։ Գետառը մեր պատմության և ժառանգության մի մասն է։ Չաղտոտեք այն, դրանով աղտոտում եք ոչ միայն բնությունը, այլև պատմությունը, չէ՞ որ այն պետք է փոխանցենք հաջորդ սերունդներին։